RVZ ֆոնդը դա Ռուբեն Վարդանյանի եւ իր ընտանիքի կողմից հիմնված ֆոնդն է, որը իրականացնում է հիմնականում սոցիալական ուղղվածության ծրագրեր։ Սակայն առանձնահատկությունը այդ ծրագրերի նրանումն է, որ սրանք վերաբերվում են սոցիալական ձեռներեցության մոդելով ուղղորդվող ծրագրերին։ Այս մոդելը սոցիալական ձեռներեցությունը դա բավականին նոր է Հայաստանի համար։ Ինքը իր մեջ ենթադրում է մի այնպիսի ֆինանսական ստրուկտուրա, մի այնպիսի ֆինանսական մոդել, որը որ իր մեջ պարունակում է որոշակի հոսքերի ստեղծում կապիտալ ներդրումների արդյունքում, այդ հոսքերի օգտագործումը ընդհանուր ինքնաֆինանսավորումը ապահովելու համար, երկարաժամկետ ինքնաֆինանսավորումը։ Ի տարբերություն այլ բարեգործական ծրագրերի խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մենք չենք ստեղծում, մենք չենք տալի վերջնական արդյունքը բարեգործության։ Մենք ստեղծում ենք հնարավորություն, որ արդյունքը կարողանա իրականացվի համայնքի կամ հանրության կողմից։ Այսինքն մենք ստեղծում ենք այնպիսի մի ծրագիր, որի շրջանակներում կկարողանանք համախմբել ինչպես պետական ատյանները, կառավարությունը, տեղական ինքնակառավարման օրգանները, համայնքը, այլ բիզնեսմեններին, այլ ներդրողներին, ֆինանսական դոնորներին եւ բարերարներին։ Եվ այսպիսով այս ծրագրի սահմաններում մենք ստանում ենք ավելի մեծ արդյունք, որը կարելի ասել բազմակի անգամ ավելի մեծ է, քան թե տավանդական բարեգործության ժամանակ։ Սա առանձնահատկություններից մեկն է այն ծրագրերի, որոնք մենք իրականացնում ենք։ Եթե ավելի հետ գանք օրինակների, երևի թե քաչ հայտնի է ձեզ Տաթևի ծրագիրը, հա, Տաթևի ճոպանուղու ծրագիրը, որտեղ մենք ունենք փաստորեն Տաթևի վանական համալիրը, ունենք Որոտանի կիրճը, որը ինքն իրանով արդեն բավականին գրավիչ զբոսաշրջային ուղղություն էր Հայաստանում, սակայն ունենալով քանդված ճանապարհ, լինելով բավականին հեռու Երևանից, կենտրոնից, շատ դժվար հասանելի էր եւ շատ քչերն էին դա այցելում, չնայած ել եմ ասում, ինքը ուղղությունը շատ հետաքրքիր էր։ Ճոպանուղի ստեղծելը դա ինքնանպատակ չէր մեզ համար, հա, այս ճոպանուղին այնտեղ դրվեց էլի որոշակի երկարաժամկետ տեսլականին հետևելով։ Ճոպանուղու բացվելուց հետո առաջինը եւ կառուցման ընթացքում տեղական համայնքները բավականին շատ աշխատեցին եւ նոր գործատեղեր ստեղծվեց, բայց դրանից հետո պաստորեն սկսեց մի մեծ հոսք, ինչպես արտաքին զբոսաշրջիկների, այդպես էլ ներքին, այսինքն հայաստանցիների, ավելացնելով եւ փոխելով որակական տեսակետից ամբողջ միջավայրը այդ ձորի եւ ամբողջ Սյունիքի մարզի եւ կարելի ասել որոշակի առումով նաեւ Հայաստանի։ Այսօր իսկ մենք հասել ենք, այսպես ասած, օպերացիոն, հա, անվնաս գործունեության կետին, այսինքն մենք կարող ենք հոգել մեր օպերացիոն ծախսերը ճոպանուղու գծով, կարելի է ասել, ոչ դեռ հարակից ինֆրաստրուկտուրայի, այն գումարները, որոնք դառնում են շահույթ, ամբողջովին ուղղվում են վանական համալիրի վերանորոգման եւ վերակառուցմանը։ Այսօր իսկ արդեն շատ չեն իրականում, բայց այսօր ասեմ, որ մենք ստորագրել ենք պայմանագիր Հայաստանի մրցունակության հիմնադրամի հետ, ազգային հիմնադրամի հետ, մոտ $250,000 շրջանակներում, որ իրականացվեն համալիրի, վանական համալիրի նախագծման, ռեստավրացիայի նախագծման աշխատանքները։ Երբ որ նախագծումը կիրականացվի, եւ պարզ կլինի ինչ աշխատանքներ պետք է կատարվեն, ավելի կոնկրետ, հա, ըստ նախագծի, նոր արդեն կմտածենք, թե կոնկրետ որն ենք ֆինանսավորում եւ ինչքանով, ինչքան գումար կա դրա համար։ Բայց պրինցիպիալ է, որ բոլոր շահույթը, ամբողջ շահույթը, որը լինելու է այս ճոպանուղու աշխատանքից, հյուրանոցի աշխատանքից եւ այլն, ամբողջովին
ուղղվելու է վանական համարերի վերականգնմանը եւ Տաթևի այդ միջավայրի ամբողջ բարելավմանը։